Мгм. Хорошо, мы обсудили предпосылки 95 тезисов. Մենք անցանք նախաբանի վրայով 95 թեզիսների հետ կապված, Как Мартин Лютер прибил 95 предложений на латинском языке на дверь церкви. թե ինչպես Մարտին Լյութերը 95 իր առաջարկները եկեղեցու դրանը փակցրեց Обращены они к профессуре, даже не к студентам. եւ տեսանք, որ դա դասախոսությանն էր ավելի շատ հասցեագրված, անգամ ոչ ուսանողական А, դա То, что они написаны на латыни, означает, что прихожане бы не понимали, о чем это. եւ այն որ այն փաստը, որ դա գրված էր լատիներենով, դա խոսում է մասին, որ եկեղեցի հաճախողները գալիս են եւ օկեանցորդները չէին հասկանում ինչի մասն է խոսքը։ То есть Лютер не пытался конфликтовать. Այսինքն Լյութերը չէր փորձում կոնֆլիկտի գնալ։ Он не пытался устроить какие-то разборки. Չէր ուզում ընթարվեր ինչ-որ խոսակցություններ վեճեր դարձնել։ Он хотел это обсудить, потому что он понимал, что это неправильно. Ուզում էր դա քննարկեր, որովհետեւ գիտեր, որ դա ճիշտ չի։ И он хотел узнать, другие профессора, они видят это или он один такой. Եվ ուզում էր նա տեսնել ուրիշ դասախոսներից կային նմանատիպ բաներ տեսնողներ, թե ինքը մենակ էր դրանում։ Но тезисы особенно понравились студентам. Բայց թեզիսները յուրահատուկ կերպով հավանություն գտան ուսանողական համայնքում։ Да, то есть помните, чтобы вступить в университет, надо пройти 5 лет спецшколы. Հիշում եք, չէ՞, որպեսզի կարողանաս ընդունվել համալսարան, պետք է 5 տարի հատուկ դպրոց ավարտես։ Студенты хорошо владеют латынью. Նրանք, այսինքն այդ ուսանողները շատ լավ են տիրապետում լատիներենին։ И они читают это и видят, это динамит. Եվ կարծում են եւ տեսնում են, որ դա դինամիտ է։ Они сняли Պայթուցիկ тезисы и разослали их в другие университеты. վերցեցին, արտագրեցին եւ ուղարկեցին ուրիշ համալսարանել։ 4 издательства перепечатали тезисы как памфлеты. 4-ը հրատարակչություն պամֆլետների պես հրատարակեցին այդ И թեզիսները перевели их на разные языки. եւ թարգմանեցին տարբեր լեզուներ И они уже становятся доступны на немецком языке. եւ արդեն дարձան հասանելի գերմաներեն լեզվով նույնպես И тогда обычные люди начинают их читать. եւ արդեն սկսեց սովորական ժողովուրդը կարդալ։ И не только в Виттенберге, вообще по всей Европе. Եվ ոչ միայն Վիտենբերգում, այլ ամբողջ Եվրոպայով մեկ С огромной скоростью, буквально за 2, 3, 4 недели, эти тезисы облетели весь мир. շատ հսկայական մեծ արագությամբ 2-3-4 շաբաթում ամենաշատը այդ թեզիսները ամբողջ Եվրոպայում մեկ տարածվեցին։ И вот эта рекламная кампания Тецеля, вот все деньги, которые он потратил на рекламу, это тоже помогло тезису. Եվ այն գովազդային կազմակերպությունը, որի վրա տեցել է մեծ գումարներ էր ծախսել, դա էլ օգնեց տարածմանը, Потому что все готовы были это обсуждать. որովհետև բոլորը պատրաստ էին դա քննարկել։ И многие люди, которые грамотные особенно, видели, что что-то здесь не так. Եվ շատ կրթված մարդիկ տեսան, որ այստեղ ինչ որ բան այն չէ։ А тут доктор богословия, августинский монах, очень красивым языком выразил очень четко мысль. Եվ ահա այստեղ ունենք մեկը, ով օգոստինական վանական է, աստվածաբանության դոկտոր է եւ շատ հստակ եւ པարզ մտքերով ձևակերպել է այս ամեն ինչը։ Да, это знаете, это как лекарство на самое больное место. Սա ինչպես դեղ լինի ամենաթավալի վերքի համար։ И все хотят себе копию тезисов, чтобы их прочитать и чтобы о них подумать. Եվ բոլորը ուզում են գտնել այդ թեզիսների պատճեններից, որպեսզի իրենց համար ձեռք բերեն եւ կարդան։ Над тезисами есть одно предложение введения. Թեզիսների վերևում կա մի նախադասությունից բաղկացած դերացություն, Да, и оно начинается со слов, что во имя любви к истине и стремления разъяснить ее. որը ընթերցում է հետեւյալ կերպ.
իսեր ճշմարտության եւ նրա համար, որ ես ջանում եմ այդ ճշմարտությունը բացահայտեմ։ Мгм. Следует приглашение, то есть Мартин Лютер приглашает других на дебаты. Եվ դրանից հետո արդեն գալիս է հրավերը на письме, да, Мгм. Да, это եւ прям հետո введение. դրա ներքևում արդեն գրված է հրավեր մյուս պրոֆեսորներին, որպեսզի հրավիրի բանավեճի։ Мгм. И второе предложение, что если вы не можете лично прийти, то напишите письмо. Եվ երկրորդ առաջարկը, եթե չեք կարող դուք անձնապես գալ, նամակ գրեք։ Да, то есть он ожидает, что все его коллеги выразят свое мнение. Այսինքն նա ակնկալում է, որ իր բոլոր գոլեգաները իրենց տեսակետները կարտահայտեն։ Мгм. И вот самый первый тезис. Եվ ահա առաջին թեզիսը։ Да, заметьте, сразу же он берется за эту фразу «совершайте покаяние». Եվ տեսեք, նա միանգամից առաջի թեզիսով հենց գալիս է այդ արտահայտության հետևից ապաշխարություն գործեք։ Лютер говорит, что эта фраза означает не дела покаяния, а чтобы вся жизнь была покаянием. Լյութերը ասում է, որ սրանք ոչ թե պետք է լինեն ապաշխարության գործեր, այլ պետք է ամբողջ կյանքը լինի ապաշխարության կյանք։ Через время он выпустит дополнительную работу, объясняющую его тезисы. Որոշակի ժամանակ անց նա բաց է թողնում մի աշխատանք, որը մեկնում է այս թեզիսները։ Да. И в этой работе он поясняет, что он видит на греческом другое слово. Եվ այնտեղ նա ասում է, որ այս հատվածում նա հունարենում տեսնում է ուրիշ բառ, մեկ այլ բառ։ Да. Мы сейчас пройдемся по нескольким тезисам, просто чтобы понять их содержание. Մենք հիմա ուղղակի կանցնենք մի քանի թեզիսների վրայով, որպեսզի բարձ լինի ինչից է բաղկացած։ Да. Смотрите, это 28-й тезис. 28-րդ թեզիսը։ Звон золота в ящике способен увеличить лишь прибыль и крестолюбие. Իրականում այն ոսկու մետաղադրամը, որը ընկնում է այդ արկղի մեջ, կարող է միայն մեծացնել ստացողի եկամուտը։ Да, то есть он напрямую атакует лозунг Тецеля. Այսինքն նա ուղղակիորեն հարձակվում է Տեցելի կարգախոսի վրա։ Да, он говорит, что от монет в ящике в сундуке нету никакого нет никакой духовной пользы. Նա այսինքն ի պատասխան Տեցելի հայտարարության ասում է, որ այդ գումարից, որը որ հայտնվում է այդ արկղում, չկա ոչ մի հոգևոր օգուտ։ Это увеличивает прибыль, но не увеличивает душу. Նա այդ ոսկին մեծացնում է ստացողի եկամուտը, բայց դրական ազդեցություն չունի հոգու վրա։ 36-й тезис. 36-րդը Он говорит, что освобождение от наказания и вины можно получить без индульгенций. Նա ասում է, որ մեղքերի թողություն կարելի է ստանալ առանց անգամ ինդուլգենցիաների։ Да, то есть он еще не отрицает католическую систему, он говорит, что в католической системе уже есть способы решения этого. Այսինքն ոչ թե նա ինքը դեմ է գնում կաթոլիկությանը, դեռ ոչ, նա ասում է, որ հենց համակարգի մեջ կան այլ լուծումներ։ Что это происходит на исповеди. Ասում է, որ դա տեղի ունենում խոստովանության ժամանակ։ То есть нету не просто пользы в индульгенции, нет необходимости в индульгенциях. Նա չի ասում, որ օգուտ չկա ինդուլգենցիաներից, նա ասում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, բացարձակ անհրաժեշտության իմաստով։ Да, 37-й, что всякий христианин, и живой, и мертвый, он принимает участие во всех благах церкви и Христа. 37-րդ թեզիսը ասում է, որ ամեն ճշմարիտ քրիստոնյա կենթանի լինի թե մեռած։ И что эти блага даруются Господом без грамоты. Ստանում է առանց բացառության
ստանում է Քրիստոսի շնորհքը, մասնակից է լինում Քրիստոսի շնորհքին եւ մասնակից է լինում եկեղեցուն, որը Աստծո կողմից է տրված։ То есть, что не нужно письмо от Папы Римского, чтобы получить благодать. Այսինքն ասում է, որ պետք չի Հռոմի պապից ստանալ մակ, որպեսզի շնորհք ստանաս։ Мгм. Смотрите, 50-й особенно интересный. 50-րդ թեզիսն է յուրահատուկ կերպով հետաքրքիր։ Да. Он говорит, что если бы Папа знал о том, что делает Тецель, то он бы сжег свой храм Святого Петра. Նա ասում է, որ եթե Պապը իմանար, թե ինչ է անում Տեցելը, նա իր Սուրբ Պետրոսի բազիլիկան կվառեր ուղակի։ Вместо того, чтобы строить храм из кожи, мяса и костей своих овец. Այն բանի փոխարեն, այսինքն կվառեր, ոչ թե կշենացներ այն բաների միջոցով, որոնք որ հանդիսանում են, տեսեք ինչ ասում։ Աշին, միսը եւ ոսկորները իր գառների։ Да, то есть он четко показывает, что, смотрите, у людей вы забираете еду, их пищу. Այսինքն նա հստակ ցույց է տալիս, ասում է, տեսեք, դուք մարդկանցից վերցնում եք իրենց ուտելիքը։ И вы их убиваете, вы из их мяса строите себе палац. Ասում է, որ դուք իրենց սպանում եք իրենց մսի միջոցով, իրենց մարմնի միջոցով, հա, այսպես ասած։ Դուք ձեր համար այդ ամեն ինչը պատրաստում եք։ Да, заметьте вот эту фразу, если бы папа узнал. Նկատեք այս արտահայտությունը, եթե Պապը իմանար։ То есть Мартин Лютер предполагает, что Папа Римский про это не знает. Այսինքն Մարտին Լյութերը ենթադրում է, որ Հռոմի Պապը սրա մասին անտեղյակ է։ Он думает, что этот Тецель нехороший человек. Մտածում է, որ Տեցելն է վատ մարդ։ Он как бы знает богословие индульгенции и понимает, что это Тецель, он думает, что Тецель превысил свои полномочия. Նա գիտի ինդուլգենցիաների մասին աստվածաբանությունը եւ մտածում է, որ Տեցելը ուղակի իր լիազորությունները չարաշահում է։ И, в принципе, он с таким мнением останется еще на 4 года. Եվ նա կմնա գործնականում այս կարծիքին 4 տարի եւս։ То есть он с 1917 по 1921 год будет думать, что папа не понимает и не знает. Այսինքն 17-ից մինչև 22 թիվը 1500-ականների նա շարունակելու է մտածել, որ Հռոմի Պապը չգիտի ինչ է կատարվում։ И что если он просто расскажет и покажет папе, что происходит, то папа сразу исправит это. Այսինքն նա մտածում է, որ եթե նա կարողանա Պապին ցույց տալ, թե ինչ է կատարվում, Պապը միանգամից դա կողի։ Угу. Да. 51-й тезис. 51-րդ թեզիսը նայենք։ Да. Что папе, здесь написано, что папа не должен брать деньги за это. Նա ասում է, որ այստեղ ասում է, որ Հռոմի Պապը չպետք է այս ամեն ինչի համար գումար վերցնի։ Да, что если нужны деньги на храм, он может собирать деньги на храм. Որ այսինքն եթե պետք է նրան գումար տաճարը կառուցելու համար, նա պետք է հենց հավաքի գումարը տաճարը կառուցելու համար։ Люди будут готовы пожертвовать на храм. Այսինքն ասի, որ ես սրա համար եմ հավաքում եւ մարդիկ ըստ այդմ կլինեն պատրաստական, որ զոհաբերեն իրենց գումարները տաճարի կառուցման համար։ Да, но неправильно продавать им спасение за деньги. Բայց ճիշտ չի իրենց վաճառել փրկություն փողի դիմաց։ Угу. И он в 52-м говорит, что даже если Папа Римский свою душу отдаст, все равно эта грамота ничего не значит. Եվ նա ասում է 52-ում, որ եթե անգամ Հռոմի Պապը իր հոգին էլ տա այդ թղթի համար, ինքը ոչ մի արժեք չունի։ Угу. 53-й, что он проповедников индульгенции называет врагами Христа и Папы. Եվ 53-ում նա ասում է, անվանում է ինդուլգենցիայի վաճառողներին Աստծո եւ Պապի թշնամիներ։ И смотрите, что написано, чтобы Слово Божье совершенно умолкло в других церквах. Ուշադիր եղեք, թե ինչ է գրած, որպեսզի Աստծո խոսքը լռի մնացած եկեղեցիներում։ Да, то есть что здесь происходит? Այսինքն ինչ է այստեղ կատարվում։ Когда Тецель приезжает в город, он проводит служение. Երբ Տեցելը գալիս է քաղաք, ինքը անցկացնում է ծառայություն.
в одной церкви. մի եկեղեցու։ Но чтобы все пришли его послушать, они запрещают проповедовать в других церквях. Եվ որպեսզի իրեն բոլորը լսեն, արգելվում է արդեն մնացած եկեղեցիներում քարոզելը։ То есть они закрывают все служения и в городе, и в округе, и только оставляют одно открытым. Այսինքն փակում են բոլոր ծառայությունները, թե քաղաքում, թե շրջակայքում, եւ թողում են միայն դա բաց։ И Лютер говорит, что люди, которые так поступают, это враги Христа. То есть нельзя от людей, от них убирать Слово Бога. Եվ Լյութերը ասում է, որ այդ մարդիկ Քրիստոսի ճշտամիներն են, որտեվ չի կարելի մարդկանցից Աստծո խոսքը վերցնել։ Если они пришли послушать Слово Божье в другую церковь, им надо дать Слово Божье. Нельзя запрещать этого. Եթե մարդիկ եկել են ուրիշ եկեղեցի, որ Աստծո խոսքը լսեն, պետք չէ իրանց արգելել դա։ Мгм. Так, дальше становится немножко интереснее. Հետո արդեն դառնում է մի քիչ ավելի հետաքրքիր, Потому что он начинает подрывать фундамент этого учения. չի համար, որտեղ նա արդեն սկսում է ջարդել այդ ուսմունքի հիմքերը, հիմունքները։ Да, помните это понятие небесной сокровищницы? Հիշում եք երկնային գանձարանի այդ գաղափարը, Сокровищница блага всех святых. այն գանձարանը, որ բոլոր սուրբերի գանձերին էր, որտեղ որ բոլոր սուրբերի գանձերն էին։ Да, что это как бы банк на небесах, где хранятся благие дела святых. Այսինքն դա կարծես մի բանկ լինի, որտեղ որ երկնքում պահված են սուրբերի բոլոր բարի գործերը։ Мгм. И в 56 стихе, в 56 тезисе он говорит, что сокровища церкви, откуда папа раздает индульгенции, они неизвестны христианам. Եվ 56-րդ իր թեզիսի մեջ ասում է այն գանձարանը եկեղեցու, որտեղից որ Հռոմի պապը տալիս է այդ ինդուլգենցիաները, Они не названы достаточно. նրանք քրիստոնյաներին անհայտ են։ То есть, что он говорит, что это вообще-то доктрина спорная. Նա այսինքն ինչ է ասում, ասում է որ ընդհանրապես սա վիճելի ուսմունք է։ Это учение неофициальное. Այսինքն սա ոչ պաշտոնական ուսմունք է։ То есть его можно найти, но вот этого описания полного, что оттуда можно брать выписки, нету. Նա ասում է որ հնարավոր է անցնել այդ ուսուցումը, բայց կոնկրետ այս հատվածը, որ վարտապետության այս մասը, որ այնտեղից հնարավոր է վերցնել այդ գանձերից եւ այլն, կոնկրետ սա չկա։ Вот, и здесь он цитирует святого Лаврентия, 59-й тезис. Եվ 59-րդ թեզիսում նա Սուրբ Լավրենտիոսին է մեջբերում։ И он говорит, что Лаврентий так говорит по обыкновению своего времени. То есть, когда жил Лаврентий, так все говорили. Նա ասում է, որ երբ այս մարդը ապրում էր, բոլորն էին այսպես ասում։ И что Лаврентий тогда говорил? Եվ ինչ էր ասում Լավրենտիոսը այդ ժամանակ, Что сокровища церкви — это нищие. որ եկեղեցու գանձերը դա աղքատներն էին։ Вот, то есть Лютер уже видит, это уже потому, что он доктор богословия. Լյութերը սա տեսնում է, որովհետև նա արդեն աստվածաբանության դոկտոր է։ Он уже хорошо знает Писание отцов церкви. Նա արդեն ավելի լավ է տիրապետում եկեղեցու հայրերի գրություններին։ И у отцов церкви сокровища церкви совсем другие. Եվ տեսնում է, որ եկեղեցու հայրերի մոտ եկեղեցու գանձարանը լրիվ ուրիշ է, այլ բան է։ Да, это не что-то абстрактное, это не что-то на небесах. Ինչ որ վերացական բան չի, որ գտնում է ուղղակի երկնքում։ А сокровища церкви — это бедняки, которым церковь служит. Այլ դա հանդիսանում են այդ աղքատները, որոնք որ ծառայում են եկեղեցուն։ Это вдовы, это дети без родителей, сироты. Դրանք որբերն են, որբևայրիներն են։ Это люди, которые не могут себя содержать. Այն մարդիկ են, ովքեր իրենք չեն կարող պահել։ То есть он показывает, что здесь произошел какой-то сдвиг. Եվ նա ցույց է տալիս, որ այստեղ ինչ որ տեղաշարժ է տեղի ունեցել։ Что ценности поменялись в церкви. Այսինքն որ եկեղեցու արժեքները փոխվել են։
Да, в 62 стихе он говорит, истинное сокровище церкви– это Пресвятое Евангелие. Եվ 62-ում ասում է, որ իսկական գանձերը եկեղեցու դա Да, ավետարանն է, что у церкви самое драгоценное, что есть, это Слово Божье. եւ որ եկեղեցում ամենաթանկ բանը դա Աստծո խոսքն է։ Поэтому нельзя запрещать проповедь Слова Божьего просто чтобы попасть на представление о индульгенциях. Այսինքն սրանից հետևում է, որ չի կարելի Աստծո խոսքի քարոզությունը արգելել միայն նրա համար, որ մարդը գնա այդ ինդուլգենցիայի ներկայացմանը։ Да. 65-й тезис. 65-ը Смотрите, сокровища Евангелия– это сети, которые улавливают людей от богатств. ասում է ավետարանի գանձը դա կարծես մի կապ լինի, ցանց լինի, որը որ առաջին հերթին տանում է մարդկանց այդ հարստությունից հեռու։ То есть Слово Божье спасает людей от богатства. Այսինքն ասում է, որ Աստծո խոսքը մարդկանց փրկում է հարստությունից։ Вот. А сокровища индульгенций– это сети, которыми забирают богатство от людей. Իսկ ինդուլգենցիայի ցանցը այն ցանցն է, որով որ հավաքում են այդ գումարները, որով որ բերում է հարստություն։ Да, то есть такой контраст. Այսինքն այսպիսի հակադրություն է ցույց տալիս։ Да, что Слово Божье спасает от богатства, а индульгенции спасают, забирают деньги. Հակադրության իմաստն այն է, որ Աստծո խոսքը փրկում է այդ գումարներից, հա, հարստությունից, իսկ ինդուլգենցիան բերում է դա։ Да. И 82-й тезис– это бомба из всего списка. Եվ 82-րդը դա այսպես ասած պայթուցիկն է ամբողջ այս ցուցակի։ Это не утверждение, это вопрос. Դա պնդում չի, հարց է։ И вопрос очень простой. Եվ հարցը շատ པարզն է։ Если у Папы Римского есть ключи от сокровищницы святых, Եթե Հռոմի Պապը ունի այդ գանձարանի բանալիները, почему он просто не откроет и всем не раздаст эти сокровища? այդ դեպքում ինչի համար նա ուղղակի չի բացում այդ գանձարանը եւ բոլորին բաժանի։ Бесплатно. Անվճար։ Из-за святой любви, из-за нужды запертых душ. Սուրբ սիրուց դրդված, որը որ պահված է նրա հոգում։ Если Папа может отпустить души из чистилища своими ключами, почему он просто так их не отпустит? Եթե Պապը ունի այդ բանալիները, որով կարող է բաց թողել այդ հոգիները քավարանից, ինչի նա ուղղակի դա չի անում։ Получается, что он как бы держит эти души заложниками в чистилище. Ստացվում է այդ դեպքում, որ նա ուղղակի այս հոգիները որպես պատանդ է պահում քավարանում։ И просит денег, чтобы их отпускать. Եվ ուղղակի փող է պահանջում այդ պատանդներին ազատելու համար։ То есть это образ террориста, Այսինքն սա terroristի պատկեր է, который ահաբեկչի պատկեր է, схватил близкого человека и держит его заложником. ով վերցրել է քո մտերիմի եւ ուղղակի նրան պատանդ է պահում։ И говорит, хочешь, я его отпущу? Եվ ասում է, եթե ուզում ես, ես իրան կարող եմ բաց թողել։ Дай мне денег. Եթե ուզում ես, որ բաց թողեմ, պետք է գումար տաս։ Да, и вот именно 82-й тезис касается сердец европейцев. Եվ հենց այս 82-րդ թեզիսն էլ կպնում է եվրոպացիների սրտերին։ Да, он особенно эффективный, потому что он не несет в себе утверждений, это просто вопрос. Իր ուժը, այս հարցի ուժը ինչու՞մն է կայանում, որ հենց նրանում, որ ինքը հարց է, իր մեջ պնդում չկա։ Он не выражает несогласие с церковью. Նա ոչ թե իր սրանով իր անհամաձայնությունն է ցույց տալիս եկեղեցու հետ, Он не говорит, что папа не прав. եւ չի ասում, որ Պապը սխալ է։ Он задает просто вопросом, объясните мне, почему так получилось. Նա ուղղակի հարց է տալիս, բացատրեք ինձ, թե ինչպես է սա տեղի ունենում։ Да. К сожалению, этих дверей не осталось. Ցավոք սրտի այս դռները չեն պահպանվել։ Да, они были деревянные, и просто со временем они стрели. Նրանք փայտից էին եւ ուղղակի փտեցին եւ անհետացան ժամանակի ընթացքում։
Сегодня Виттенберги поставили металлические двери на то самое место, и на них выписаны 95 тезисов. Այսօր Վիտենբերգում հենց այդ նույն հատվածում ուղղակի տեղադրվեցին մետաղական դռներ, որի վրա փակցվեցին 95 թեզիսների այդ պատճենը։ И они стали наследием человечества. Это одно из самых важных событий в истории человечества. Եվ սա դարձավ մարդկության առհասարակ ժառանգությունը ձեռք բերումը, սա երբևիցե ունեցած մարդկության ամենամեծ ժառանգություններից մեկն է։ И эти тезисы сегодня актуальны. Եվ այս թեզիսները այսօր էլ արդիական են։ Потому что Римская католическая церковь, она начнет контрреформацию. Որովհետև Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրանից հետո կսկսի հակա բարեկարգություն, Она реформируется, կսկսի բարեկարգվել, но она реформируется только на поверхности. բայց կբարեկարգվի միայն մակերեսից։ То есть они спрячут и уберут только самые грубые нарушения этого учения. Այսինքն նրանք բարեկարգեն միայն ամենակոպիտ, ամենահայտնի, բացահայտ, այսպես աչք ծակող, ասենց ասած։ Но учение останется, Այդ ուսմունքի, բայց այդ ուսմունքի հիմքը կմնա, и оно остается до наших дней. եւ կմնա մինչեւ մեր օրերը։ Поэтому эти тезисы, эти вопросы, они до сих пор актуальны. Դրա համար այս թեզիսները, այս հարցերը մինչեւ օրս էլ արդիական են։ Да, их стоит поднимать. Արժե որ այդ հարցերը մենք բարձրացնենք։ Хорошо, мы заканчиваем эту тему, 95 тезисов. Есть ли какие-то вопросы? Վերջ մենք ավարտում ենք 92 թեզիսների այս հատվածը, եթե կան հարցեր։ Просто комментарии. Մեկնաբանություններ ունեք։ Մենակ մի հատ հարց ունեմ ես։ Որ խնդրեմ հարցը մի հատ էլ կասի, չլսվեց, կդրտվեց։ Հարցը այն է, որ եթե հարց կա, կարող եք ուղղել։ Հա, ես այս վերջի թեզիսի հետ ունեի հարցը, էլի կդրտել ես, չէի լսել, էլի 82-րդը, որ գրավեց Եվրոպան։ Ինչու՞մն է հարցը։ Ընդհանրապես չեք լսել։ Չեմ լսել էդի, հա։ Հարցը հետևյալն է, հեսա մի վարքյան, брат Дима, здесь у одного из наших братьев связь прервалась, он просто не услышал 82-й тезис. Если хотите, я могу просто быстро пересказать это по-армянски. Да, хорошо. Okay. Ուրեմն հետևյալն էր միտքը, որ ինքը ասում էր, որ 82-րդ թեզիսը դարել է Եվրոպայում այսպես պայթուցիկի պես մի երևույթ, ու ինչու՞ էր 82-րդ թեզիսի այդ ուժը, ինչի հաշվին ինքը կարողացավ այտենց մեծ մասշտաբ վերցնի Եվրոպայում 82-րդ թեզիսը։ Նրա հաշվին, որ ինքը չէր պարունակում պնդում, ինքը պարունակում էր մենակ մի հատ պարզ հարց։ Ո՞րն էր այդ հարցը, եթե Հռոմի Պապը իրականում ունի այն բանալիները խավարանի, որ ինքը ասում է, ես ունեմ, ինձ վճարեք ինդուլգենցիան, ես ձեզ կվաճառեմ ձեր օրինակ հարազատի հոգին այնտեղից դուրս կբերեմ, եթե իրոք դա տենց է, այդ դեպքում ինչի համար ինքը իր սրտում եղած բարությունից ու անկեղծությունից դրդված չի անում դա ուղակի։ Նրա համար զուտ, որ ինքը սիրում է մարդկանց, ինքը հովիվն է բոլոր կաթոլիկների։ Այս ամեն ինչը Եվրոպայում sense մեծ տարածում գտավ մենակ նրա համար, դասախոսի ասածով սա էր, հա, բացատրությունը, որ ինքը իր մեջ պնդում չէր պարունակում։ Ուղղակի պարզ մի հատ հարց էր։ Բայց դե բնականաբար պատասխաննել արդեն պարզ բան էր։ Այս էր։ Մերսի շատ։ Եկել խոսրով դու բաներ ուզում ասեիր։ Ահա, ես այ ջան, խնդրեմ դասախոսի մենակ հարցնես, եթե ինքը ունի կամ եթե կարող գիտեք, էլի ես երեք չեմ եղել, ֆայլեր կա ոնց որ չաթում ուղարկած է, ես չեմ կարող, այսինքն այսօր մենք էլ ֆայլեր չունենք, հա, այսօր չի ուղարկում։ Չի ուղարկել, իսկ ընդհանուր ինքը հնարավոր է, որ վերջում չաթում մի հատ ընդհանուր էլի գցի այս файлերը. Ասել է, երեք ասել է. Можно уточнить, хотя бы, не знаю, сегодня или в конце недели будет весь файл? Да. То есть все темы, которые мы... кольни. Да, все будет. Ага. Окей, merci. Да, все 95 тезисов можно найти на Википедии очень легко. 95 թեզիսները ամբողջությամբ կարելի է Վիկիպեդիայում շատ հեշտ գտնել։
Да, и, кстати, с искусственным интеллектом сегодня классно, потому что он неплохо переводит. То есть даже если нету Да, всех на да. армянском, можно достать, да. Мгм. Եվ արհեստական բանականությունը ինչով է լավ, որ բավականին լավ սկսել է թարգմանել, եթե անգամ հայերեն էլ չկարողանաք գտնել, օգտվեք կթարգմանի։ Да, и их стоит читать, они классные. Եվ արժի կարդալ, որտեվ լավն են։ В них очень много размышлений вложено. Շատ միտք է դրված, հա, խորաթափանցություն է դրված այդ А, թեզիսներին։ То есть видно, что Лютер, скорее всего, несколько недель их писал. Այսինքն ստացվում է, որ ամենայն հավանականությամբ Լյութերը մի քանի շաբաթ ծախսել է դրան գրելու համար։ Да, когда вы изучаете историю, есть как бы два вида источников в изучении истории. Երբ որ դուք պատմություն եք ուսումնասիրում, կա երկու աղբյուր պատմություն ուսումնասիրելու։ Есть первичные, есть вторичные. Կա առաջնային, կա երկրորդային։ А, Երկրորդ Когда вы читаете учебник про реформацию или про жизнь Лютера, это вторичный источник. Երբ որ դուք կարդում եք բարեկարգության մասին գիրք կամ Լյութերի մասին գիրք, դա երկրորդային աղբյուր է։ Да, то, что я рассказываю, это вторичный источник. Այն ինչ Мои որ ես слова. այն ինչ որ ես դες հիմա պատմում եմ, իմ բառերը իրենցից ներկայացնում են երկրորդային էլի աղբյուր։ Да, первичный источник это гораздо интереснее. Առաջնային աղբյուրը ավելի հետաքրքիր է։ Потому что первичный источник это когда Лютер сам говорит про себя. Որովհետև առաջնայինը հենց իրենից ներկայացնում է Լյութերի գրվածները, ինչ է Լյութերը իր նշումներում գրել իր մասին։ Первичный источник когда Эразм говорит про себя. Առաջնայինը, երբ որ Էրասմոսը ինքն է իր մասին խոսում։ Да, то есть заметьте, когда мы это читаем, у нас есть небольшие выдержки, цитаты из этого, сразу становится интересно. Եվ նկատեք, որ եթե մենք կարդում ենք իրենց մեջբերումներն ենք անում, արդեն ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է դառնում։ Да, у меня как бы две задачи перед вами. Ես երկու առաջադրանք ունեմ, որ ձեր առջև պետք է դնեմ։ Дать вам достаточно контекста, чтобы вы могли понимать первичные источники. Ես պետք է дնեմ ձեր առջև բավականաչափ համատեքստ, որպեսզի դուք կարողանաք հասկանալ առաջնային այդ աղբյուրները։ А второе, развить у вас вкус и желание читать первичные источники. Ներողություն երկրորդականով, տեսեք, երկրորդականը բերեմ ձեր առջև դնեմ եւ դրանով ձեր առջև ձեր մոտ ախորժակ բարձրացնեմ, որպեսզի դուք գնաք առաջնայինները կարողանաք կարդալ։ Да, то есть мы прошли из 95 где-то 12 тезисов мы прошли. Տեսեք, մենք 95-ից 12 անցանք թեզիսներից, չէ՞։ То есть я надеюсь, что у вас развился вкус. Եվ ես հույս ունեմ, որ ձեր ախորժակը գրգռվեց И появится желание пойти и узнать, а что там еще есть. եւ դրա հետևանքով էլ ուսամ կառաջանա ցանկություն գնաք տեսնեք եւ հետո մնացածի մեջ խորանաք ինչ է այնտեղ գրված։ Да, и там еще очень много сокровищ. Եվ հետո էլի գանձեր կգտնեք այնտեղ։ Ես անկեղծ կարդացել եմ, բայց ոչ մի բան չեմ հիշում, շուտ մի 5 տարի առաջ եմ կարդացել, բայց էլի կկարդամ։ Брат прочитал 5 лет назад, но сейчас ничего не помнит и хочет опять перечитать. Да. Да, видите, если бы мы не прошли эти концепты, как, например, сокровища святых, этого не видно просто, непонятно, о чем речь. Տեսեք ինչ ասում, հետաքրքիր մի ասես բան կա, որ եթե մենք սրանից առաջ մեր պատմության մեջ չանցնեինք, թե օրինակ ինչ բան է այդ երկնային գանձարանը։ Լյութերը երբ որ թեզիսները գրում է, երբ որ դուք կարդայիք թեզիսի մեջ այդ արտահայտությունը, դուք չեք հասկանա ինքը ինչի դեմ է խոսում։ Да, но со временем как бы оно становится понятнее. Ժամանակի հետ ավելի հասկանալի է դառնում։ И потом мы можем еще, особенно в Лютере, в его проповедях, его богословии, это все сегодня актуально. Եվ հետո իր աստվածաբանությունը որ ուսումնասիրում ենք, այդ ամեն ինչ այսօր էլի արդիական է։ Его комментарии можно использовать для подготовки проповедей сегодня. Լյութերի մեկնաբանությունները կարելի է օգտագործել այսօրվա քարոզների պատրաստման մեջ։ Они настолько хорошо составлены. Այդ աստիճանի лав են կազմված իր մեկնությունները։ Да, поэтому если вы как бы в пасторской работе, в пасторской деятельности, я надеюсь, со временем у вас будет какой-то частичный, какая-то часть трудов Лютера.
Եվ դրա համար ես հույս ունեմ, որ եթե դուք հովվական գործի մեջ եք, ժամանակի ընթացքում դուք կունենաք Լյութերի գրվածքներից որոշակի բաներ ձեր գրադարանում, Да, потому что это очень полезно. որտեղ շատ օգտակար է։ Хорошо, мы тогда закрываем тему, да? Փակենք թեման։ Что вы рекомендуете с Лютера? Ну, чтобы использовать в проповедях. Ну, его комментарии. Интернета или онлайн можно, да, это достать? Да. Тот же Филипп Шаф. Филипп Ես Шаф, у него վայրը целый հայերեն сборник. ունեմ, եթե կգնանք ուղարկեմ։ Ասма Մարտուն ախպեր ասма ես Филипп Шафը уже отмечал. Да, у него огромные сборники, там много из трудов Лютера. Вообще Лютер написал огромное количество книг. Շաֆի մոտ շատ կա Լյութերի աշխատություններից, ընդհանրապես Լյութերը շատ բաներ է գրել։ Это в библиотеке обычно целая полка. Այսինքն դա գրադարանում մի ամբողջական այսպես հատված է զբաղեցնում։ Да, то есть там выбор широкий, и мы еще сегодня и завтра некоторые его работы мы пройдем и подчеркнем. Այսինքն ընտրությունը շատ լայն է, մենք այսօր վաղը մի քանի աշխատանքների վրա կանցնենք եւ կընդգծենք որոշները։ Да, но это классика, то есть это так хорошо составленное богословие, что оно переживает свое время. Դե դա արդեն դասական է եւ այնքան լավ կազմավորված աստվածաբանություն է, որ առաջ է անցել իր ժամանակից։ Да, Ховсан, я помню, что вы любите Кальвина, так? Наверное, Հովնան։ Ховнан, да. Да, у Лютера есть работа, называется «О пленении воли». Bondage of the Will։ Да. Դի շատ լավ նկամքը կապանքի տակ գիրք ունի, Էրասմոսի դեմ գրել է դրա հետ։ Она коротенькая, это не большой труд. Կարճ գիրք է, շատ չափերով մեծ աշխատություն չի։ И это ответ Иразму на его работу о свободе воли. Եվ դա Էրասմոսին պատասխան գիրք է, որտեղ Էրասմոսը գրել էր կամքի ազատության մասին։ И это очень классное произведение. Եվ դա շատ լավ ստեղծագործություն է։ Да, оно глубокое, оно библейское, оно систематическое. Դա խորն է, սիստեմատիկ է, համակարգված աստվածաշնչյան է И оно пасторское. եւ հովվական։ Այդ гիրքը ես կտամ քեզ։ Ռուսերեն է, անգլերեն է, շատ հեշտ է գտնել։ Да, я думаю, что его легко можно найти. Да. Կգրեք էջում գրքի անունը, որ չմոռանանք, էլի։ Կամ առանձին։ Можете здесь в разделе чат просто написать имя или имена книг, которые вы рекомендуете братьям, чтобы прочитали? Да, давайте я на перемены это сделаю. У нас еще в конспекте есть. У нас будет раздел о трудах Лютера. Դաթարի ժամանակ կանենք, դեռ հեսա հասնելու ենք մի բաժնի, որտեղ առանձին Լյութերի աշխատությունների մասն ենք խոսելու։ Да, то есть мы когда дойдем, мы это еще коснемся. Երբ որ հասնենք դրան, մենք անդրադառնանք։ Так, хорошо, я запускаю следующую презентацию. Հաջորդ ներկայացումս Super եմ։ И я сейчас быстренько сделаю конспект. Анафема. Да. Значит, реакция Папы Римского на 95 тезисов. Հռոմի պապի արձագանքը 95 թեզիսներին։ Да, сначала никакой реакции. Սկզբից ոչ մի արձագանք։
То есть к папе римскому на стол эти тезисы попали так же быстро, как и ко всем остальным в Европе. Այսինքն պետք է հասկանալ, որ Հռոմի Պապի սեղանին դրանք շատ արագ հայտնվեցին, այնպես ինչպես մնացած Եվրոպայում տարածվել էին։ Он их полистал Նա թերթեց и сказал, это бредни пьяного монаха через пару дней протрезвеет. եւ ասաց, որ սրանք ուղակի բարբաջանքներ են հարբած գերմանացի քահանայի, որը մի քանի օրից ուղակի կսթափվի, ուշքի կգա։ Это, в принципе, стандартная реакция. Եվ դա շատ սովորական реакция էր, արձագանք էր։ Да, значит, во-первых, уже идет процесс канцеляризма, уже несколько сотен лет, 200 лет уже канцеляризм идет. Առաջին հերթին ինչի համար, որտեղ մի քանի 100 տարի արդեն այս կոնսուլյարիզմի գաղափարը շարժումը առաջ էր գնում։ То есть вот эти дебаты по разным вопросам, это стандартное дело, всегда бывает. Այսինքն այս բանավեճերը տարբեր աստվածաբանական հարցերով ստանդարտ է, դրանք միշտ լինում էին։ Во-вторых, он уже видел такие похожие вещи в Чехии и в Англии. Եվ երկրորդը նա արդեն նմանատիպ շարժումներ տեսել էր Չեխիայում, Անգլիայում։ И ожидает, что это также все закончится. Եվ սպասում էր, որ դա հենց նմանատիպ կերպով էլ կվերջանա։ То есть будут какие-то проблемы, кто-то будет недовольный. Այսինքն կլինեին ինչ-որ խնդիրներ, ինչ-որ մեկը էլի դժգոհ կմնար, Но они разберутся с этим, и все будет нормально. բայց նրանք այդ ամեն ինչի հետ կարողանային ամեն ինչի հարցերը կարողանային լուծել եւ լավ կլիներ ամեն ինչ։ Да, но через несколько месяцев Албрехт II понял, что он не сможет выплатить кредит. Բայց մի քանի ամիս հետո Ալբրեխտ II հասկացավ, որ չի կարողանալու իր վարկը մարել, Потому что продажи индульгенций испарились. որովհետեւ ինդուլգենցիաների վաճառքը ուղղակի դադարել էր, հոդս էր ցնդել։ Да, средства, которые они тратили на рекламу, уже не окупались. Այն միջոցները, որոնք նրանք ծախսել էին գովազդի վրա, արդեն չէին կարողանում հետ բերել։ То есть вот этот весь цирк возить по разным городам, это стоит денег. Այսինքն այդ կրկեսը վերցնել եւ տեղափոխել տարբեր քաղաքից քաղաք, հա, դրանք արժեն մեծ գումարներ։ И они катаются по Германии, но ни с чем не возвращаются. Այսինքն նրանք պատտվում են ամբողջ Գերմանիայով մեկ եւ դատակաձեռան վերադառնում են։ То есть они не просто не добирают, они теряют деньги на этом. Այսինքն ոչ թե ուղղակի նրանք չեն հավաքում այն գումարը, որ ակնկալվում էր, այլ նրանք մի բան էլ դեռ տուժում են։ И теперь папа понял, что у него проблема. Եվ արդեն հիմա Պապը հասկացավ, որ ինքը խնդիրների մեջ է, Потому что он строит базилику тоже в кредит. որովհետեւ ինքը արդեն իր բազիլիկան էլ Պետրոսի տաճարն էլ կառուցում է վարկով։ Он закупил материал, Գնել էր արդեն նյութերը, он нанял тысячи художников, վարձել էր հազարավոր նկարիչների, он нанял тысячи скульпторов, վարձել էր հազարավոր քանդակագործների и он всем им должен. եւ բոլորին պարտք էր մնացել։ И еще он должен деньги Якову Фугеру. Եվ Ֆուգերին էլ էր այս ամեն ինչին գումարած գումար էր պարտք։ А с Фугером лучше не бодаться. Իսկ Ֆուգերը ավելի լավ է չընթարվել, գործ չունենալ։ Да, то есть если с ним хорошие отношения, то можно политически влиять на все в Европе. Որովհետեւ եթե Ֆուգերը հետ ունես լավ հարաբերություններ, կարելի է քաղաքական ազդեցություն ունենալ ամբողջ Եվրոպայով մեկ։ Если с ним проблемы, получается наоборот. Եվ եթե դու Ֆուգերը հետ ունես խնդիրներ, հակառակն է ստացվում։ Это он уже говорит, что надо делать и как надо делать. Արդեն ինքն է ասում, թե ինչ անել եւ ոնց անել։ То есть теперь папа Лев X понял, что Лютер для него это серьезная проблема. Եվ արդեն այս պայից սկսած Լեո 10-րդ Պապը հասկացավ, որ Լյութերը իր համար լուրջ խնդիր է։ И решение сначала простое. Его просто нужно заткнуть. Սկզբից որոշումը բավականաչափ պարզ էր։ Իրեն ուղղակի պետք է լրացնել։ То есть он думает, что он такой умный, надо просто поставить людей умнее против него. Նա մտածում է, այսինքն որ Լյութերը խելացի է եւ պետք է ուղղակի իրենից խելացի մարդկանց հետ հանդիպի։ И уничтожить его репутацию как профессора в академии.
եւ դնի այդ խելացի մարդկանց այն դիրքին, որ նրանք իր հեղինակությունը ակադեմիական մակարդակով կոչնչացնեն։ И показать, что он просто глупый, что он не понимает. Եվ ցույց կտան, որ ուղղակի նա հիմարի մեկն է եւ ոչինչ չի հասկանում։ Да, то есть речь пока о ереси не идет, то есть нету в этом необходимости. Այսինքն այս պահին դեռ հերետիկոսության մասին խոսք չի գնում, դրա անհրաժեշտությունը չկա։ Да, а более того, папа тоже понимает, что если просто его объявить еретиком, это может привлечь к нему внимание. Ավելին պապը հասկանում է, որ եթե իրեն այս պահին հայտարարի հերետիկոս, դա ավելի շատ ուշադրություն կսևեռի նրա վրա։ Поэтому его надо уничтожить как профессора. Այսինքն իրեն պետք է ոչնչացնել, չեզոքացնել առաջին հերթին որպես հենց պրոֆեսոր։ Да, его и приглашают на дебаты в Гейдельберг. Եվ նրան Heidelberg հրավիրում են բանավեճերի։ Лютер соглашается, но он боится ехать. Լյութերը համաձայնվում է, բայց վախենում է գնալ։ Он просит письмо личной защиты от Фридриха Мудрого. Նա անձնական նամակ է խնդրում Ֆրիդրիխ Իմաստունից պաշտպանության մասին։ Да, то есть Фридрих это электор Саксонии, кюрфюрст Саксонии. Այսինքն Ֆրիդրիխը հանդիսանում է այդ ընտրողը Քյուրֆյուրստը Սաքսոնիայի։ Это личный друг Штаупица. Շտապիցի անձնական ընկերն է, И Штаупиц тогда уже уехал из Виттенберга. իսկ Շտապիցը այդ ժամանակ արդեն Վիտենբերգից գնացել էր։ И Фридрих основатель Виттенбергского университета. Ֆրիդրիխն էլ Վիտենբերգի համալսարանի հիմնադիրն էր։ То есть получается, что что Фридрих это его как бы начальник. Այսինքն ստացվում է, որ Լյութերը իր համալսարանի գլխավորն էր։ Да, что это университет Фридриха, и Лютер просит у Фридриха, напиши мне письмо. Այսինքն ստացվում է, որ համալսարանը, որը պատկանում էր Ֆրիդրիխին, Լյութերը այդտեղ գլխավոր էր եւ նա խնդրում էր, որ գրի իր համար նամակ, что принц Саксонии меня лично защищает. որ Սաքսոնիայի արքայազնը անձամբ ինձ պաշտպանում է։ Он не просит охраны, то есть он не просит, чтобы его сопровождали вооруженные Նա люди. չի ուզում թիկնազոր, որ իրեն առաջնորդեն։ Но это просто на всякий случай вдруг его арестуют. Այլ ուղղակի իր ապահովության համար ասում է, որ եթե ինչ միգուցե նրան ձերբակալեն, Если у него будет письмо, то его должны отпустить. եթե նա ունենա նամակ, իրեն պետք է բաց թողեն։ Да, то есть он не думает, что ему грозит смертельная опасность, он просто подстраховывается. Նա չի մտածում, որ իրեն մահացու ինչ որ վտանգ է սպառնում, ուղղակի իր ապահովությունն է անում։ Потому что он понимает, чем это может закончиться. Որովհետև նա հասկանում է, թե ինչով կարող է դա ավարտվել։ И, кстати, он надеется, что он просто не прав. Իդեպ նա հույս ունի, որ նա ուղղակի սխալ է։ Он хочет быть переубежден. Նա ուզում է, որ իրեն հակառակը համոզեն։ То есть, может быть, действительно он не понимает чего-то, и вот другие профессоры, другие специалисты ему объяснят, где он не прав. Այսինքն նա հույս ունի, որ գուցե եթե կա հատված, որ ինքը լավ չի հասկացել, որ սխալ համոզում ունի, այս ամեն ինչը կօգնի, որ մյուս դասախոսները, պրոֆեսորները իրեն բացատրեն եւ իրեն կդնեն ճիշտ ուղու վրա։ Но ему надо говорить свободно, ему надо говорить так, чтобы он не боялся, что его схватят. Բայց նրան պետք է ազատորեն դա ասել, որ նա չվախենա։ Да, поэтому он просит письмо защиты. Դրա համար նա այսպիսի պաշտպանական նամակ է խնդրում։ Да, значит, давайте поговорим немножко про Священную Римскую империю, Եկեք մի քիչ խոսենք Սրբազան հռոմեական կայսրության մասին, которая была не священная, не римская и не империя. որը հանդիսանում էր ոչ սուրբ, ոչ հռոմեական, ոչ էլ կայսրություն։ То есть это такое очень странное политическое образование после Карла Великого. Եվ սա այսինքն շատ տարօրինակ քաղաքական մի խմբավորում էր Կարլ Մեծից հետո։ Лучше это назвать коалицией христианских государств Европы.
Կարելի է ավելի լավ տերմինով դա անվանել քրիստոնեական պետությունների կոալիցիա Եվրոպայում։ Евросоюз, что это такое? Եվրամիության պես մի բան։ Он управляется как бы таким непонятным странным образом, якобы императором. Եվ այն կառավարվում է այսպիսի մի անհասկանալի կերպով թվացial կայսրի միջոցով, Но император избирается. բայց կայսրը ընտրվում է И у него его личная армия очень маленькая. եւ իր անձնական բանակը շատ փոքր է։ То есть, когда какие-то проблемы, когда война, он остальных собирает, и они вместе со своими армиями уже решают эту проблему. Երբ որ պատերազմական իրավիճակ է լինում, նա մյուսներին կանչում է եւ հավաքվում են եւ լուծում են այդ խնդիրը միասին։ Вот. И император назначался 7 кюрфюрстами. Եվ քյուրֆուրստների այդ 7 ձայներով էր ընտրվում, Да, колледжем избирателей. այսինքն ընտրողների քոլեջի կողմից։ Это 3 архиепископа и 4 принца. Որոնք բաղկացած են 3 arczepiskoposներից եւ 4 արքայազներից։ Да, то есть 3 электора епископа были из Майнца, Кёльна и Триера. Այսինքն 3 եպիսկոպոսները Մայնցից էին, Կյոլնից էին եւ Տրիերից էին։ Это высшие посты церковные в тех территориях, в епархиях тех. Եվ դա այդ հատվածների եպիսկոպոսարանների ամենաբարձր աստիճաններն են։ И 4 принца — это король Богемии, граф Пфальца, герцог Саксонии и маркграф Брандбурга. Եվ 4-ը արքայազն դա Բոհեմիայի թագավորը, Ֆալցի գրաֆը, Մակգրաֆը, Բանդբուրգի եւ Սաքսոնիայի ներկայացուցիչը։ Да, 2 этих людей мы уже знаем. Մենք երկուսին այս մարդկանցից գիտենք։ Архиепископ Майнца — это Альбрехт II, Արքեպիսկոպոսը Մայնցի Ալբրեխտ II-ն է։ а герцог Саксонии — это Фридрих Мудрый. Գերցեկն էլ Սաքսոնիայի պատասխանատուն էլ Ֆրիդրիխն է, Ֆրիդրիխ Իմաստունը։ Да. Значит, что здесь нужно понять в этой структуре? Ինչ է պետք հասկանալ այս կառուցվածքի մեջ։ Посмотрите, какая она странная. Տեսեք, թե ինչ տարօրինակ է այն։ То есть здесь очень легко запутаться, кто здесь кто. Կարելի է հեշտ այստեղ ոգի շփոթվել ով է։ Один электор король, другой герцог. Մի ընտրողը թագավոր է, մյուսը կուսակալ է։ Да, то есть почему такой винегрет образовался? Ինչի համար այսպիսի աղցան պատրաստվեց։ Потому что это остатки разных войн и разных решений разных проблем деления власти в Европе веками. Որտեվ սա արդյունքներ տարբեր պատերազմների, տարբեր ուժի բաժանումների, դրանց արդյունքներ շատ դարերից եկած Եվրոպայում։ Поэтому получился такой непонятный баклажан, то ли огурец, то ли что. Դրա համար այդպիսի անհասկանալի մի բան եղավ։ Տմբուկ էր թե վարունգ էր, չէ, անհասկանալի էր մի խոսքով։ И эта система, она была довольно-таки шаткой. Եվ շատ այսպես թույլ ոչ ամուր համակարգ էր։ И фактически она решает один основной вопрос. Եվ հաստատի այն լուծում է, որոշում է մի հիմնական խնդիր, հարց։ Сколько власти папа имеет настоящий в Ինչքանն է Հռոմի պապի իշխանությունից իսկականը գործողը։ Да, и получается, что 40%. Ստացվում է, որ 40%։ Да, то есть папа назначает архиепископов, это его наставники. Այսինքն arczepiskoposներին պապը նշանակում է, իր տեղակալներն են։ То есть это на самом деле не 7 электоров. Այսինքն ոչ թե 7 ընտրող է իրականում կայսրի մասով, А 5. այլ 5։ То есть папа римский — это его 3 архиепископа.
Այսինքն Հռոմի Պապը իր 3 arczepiskopos-ների հետ է։ Они всегда голосуют, как он, они никогда не голосуют против папы. Այսինքն այդ երկու arczepiskopos-ները мիշտ քվեարկում են այնպես, ինչպես որ քվեարկում է Պապը, երբեք չեն քվեարկում Պապին հակառակ։ И 3 эти электора хотят уничтожить Лютера. Եվ այդ 3 ընտրողները ուզում են Լյութերին ոչնչացնել։ А один герцог Саксонии хочет его спасти. Եվ մի այդ Սաքսոնիայի ներկայացուցիչը ուզում է փրկել Լյութերին։ И следующее событие это как один обыграл 3. Եվ հաջորդող դեպքեր իրադարձությունները պատմություն են այն բանի մասին, թե ոնց մեկը 3-ին կարողացավ շրջանցել եւ հաղթել։ И Фридриха называют мудрым, потому что он нашел способ обыграть 3 электоров. Եվ Ֆրիդրիխին անվանում են իմաստուն, ինչի համար, որովհետեւ նա գտավ մի ձև մեթոդ, որով որ կարելի կլիներ հաղթել 3-ին մենակով։ В очень грязной и сложной политической игре. Շատ կեղտոտ եւ բարդ քաղաքական խաղի մեջ։ Он защитил своего доктора богословия хитрым способом. Նա պաշտպանեց իր աստվածաբանության դոկտրին շատ խորամանկ կերպով։ Как он это сделал? Ինչպես նա դա արեց, Мы узнаем после обеда. մենք իմանանք ճաշից հետո։ Да, хорошо. Есть вопросы по Священной Римской империи? Կան հարցեր Սրբազան հռոմեական կայսրության մասով։ Хорошо, давайте сделаем перерыв и продолжим после Լավ, через час, да? դա